Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է նորից եթերում, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն անգամ առանձին հետաքրքրությամբ են սպասում Փակ TV-ի հերթական եթերին, և դա զոր չէ, որովհետև ամեն անգամ մենք աշխատում ենք ձեզ հաճելի անակնկալ մատուցել, գիտեք այսօր իսկապես բացառիկ երիտասարդ հյուր ունենք, մի անձնավորություն, ով չնայած դեռ 23 տարեկան է, բայց շատ, այսպես հետաքրքիր ծրագրեր է հասցրել իրականացնել։ Այսօրվա մեր հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ Նարեկ Սուքիասյանն է։ Բարև Նարեկ։ Ողջունում եմ ձեզ։ Ես մեր ունկնդիրներին ասեմ, որ Նարեկը ավարտել է տնտեսագիտության համալսարանը պետական, մասնագիտությամբ տնտեսագետ ֆինանսիստ է և ինչպես ասեցի, այսօր էլ ներկայացնում է Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Դուք հասկանում եք, որ այդ կուսակցությունում քիչ չեն երիտասարդները, հատկապես այն երիտասարդները, որոնք ուզում են վաղվա օրը տեսնել ավելի լուսավոր, ավելի ազատ, ավելի այսպես իրենց համար մատչելի և ամենակարևորը ավելի խաղաղ Հայաստան։ Նարեկ, ես իհարկե ուրախ եմ, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունում երիտասարդները մեծ թիվ են կազմում, զգալի, այսինքն մարդիկ են մասնակցում, բայց դու այդքան երիտասարդ ինչպես հայտնվեցիր Ուժեղ Հայաստանում։ Նախ շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Նայեք, ես իմ երկրում տեղի ունեցող իրավիճակների շուրջ չէի կարող անտարբեր լինել և հենց առաջին իսկ օրվանից միացել եմ Ուժեղ Հայաստանի թիմին, մինչ կուսակցության ձևավորվել է, մենք հանդես ենք եկել որպես մեր ձևով շարժում և մեր ձևով շարժման ձևավորման իսկ առաջին իսկ օրվանից եղել եմ թիմի կողքին, քանի որ ինքս ես լինելով երիտասարդ ցանկացել եմ իմ երկիրը լինի ուժեղ և իմ ապագան կառուցեմ ճիշտ և ամուր հիմքերի վրա։ Այդ ես, դու ասեցի, որ երիտասարդական կառույցի նախագահն ես Ուժեղ Հայաստանի, բայց այնուամենայնիվ այդքան երիտասարդ փաստորեն ընդդիմադիր եղել ես ի սկզբանե։ Այո, որովհետև միշտ դեմ եմ եղել մեր երկրում տեղի ունեցող իրավիճակներին և վերջին շրջանում մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ծավալված արշավին, հակաեկեղեցական արշավին և արդեն չէի կարող լռել և իմ ձայնը բարձրացրեցի և իմ շուրջ համախմբեցի մի շարք երիտասարդների, որոնք նույնպես դեմ էին տվյալ բռնաճնշումներին և տվյալ իրավիճակին։ Այն մեծաթիվ երիտասարդները, որ այսօր կան ձեր կուսակցությունում, քո կողքին, նրանց նախասիրությունների, ասենք, նախապատվությունների մասին ինչ կարող ես ասել։ Մեր Ուժեղ Հայաստան կուսակցության երիտասարդական կառույցին միացած երիտասարդների թիվը գերազանցում է 1500-ը, բոլոր մարզերով Երևանում թիվը գերազանցում է 1500-ը և բոլորի ցանկությունը մեկն է՝ փոփոխություն և բոլորը ցանկանում են ունենալ ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդ, իդեմս մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի։ Ձեր կուսակցությունը, ես արդեն որպես տնտեսագետ եմ քեզ ուզում հարցնել, ունի 5 կարևոր տնտեսական քայլեր, նախ որոնք են դրանք, մենք անգամ էլ հիշեցրենք մեր ունկնդիրներին և ինչու ես դու հենց այդ ամենը համարում կարևորներից մեկը։ Նայեք, քանի որ ներկայիս իրավիճակում շատ կարևոր է երիտասարդության համար մեր տնտեսական քայլերը, քանի որ դրանք նաև միտված են երիտասարդների կյանքի բարելավմանը և երիտասարդների ապագայի ճիշտ կառուցման գործում։ Մեր 5 տնտեսական քայլերից առաջինը 300,000 նոր աշխատատեղերի ստեղծումն է, մասնավորապես մարզերում։ Երիտասարդների շրջանում դա շատ արդի խնդիր է, աշխատաշուկա մուտք գործելը, թեկուզ նոր ավարտ ուսանողը, երբ որ ավարտում է համալսարանը, արդեն պետք է մուտք գործի աշխատաշուկա։ Բայց դժվարություններ են հաճախ առաջանում, քանի որ այսօր ցավոք սրտի
Մեր երկրում յուրաքանչյուր երրորդ երիտասարդը հանդիսանում է գործազուրկ։ Աշխատատեղերի բացակայության եւ նաեւ խնդիր է հանդիսանում այն փաստը, որ շատ հաճախ իրենց մասնագիտությամբ չեն գտնում աշխատանք, քանի որ բոլոր գործատուները պահանջում են աշխատանքային փորձ։ Այսինքն ոչ մի երիտասարդի չի տրվում հնարավորություն աշխատանքային փորձ ձեռք բերելու։ Գիտես, ես ուզում եմ անպայման քեզ հարցրել, որքանով է ճիշտ այն կարծիքը, որ հատկապես ձեր կուսակցության երիտասարդների մեջ փորձում են վախ մտցնել, ասելով, որ եթե իրենք չհեռանան ուժեղ Հայաստանից, նրանց ծնողներին կազատեն աշխատանքից, մի խոսքով, այսպիսի ռեպրեսիվ քայլերի են ուզում դիմել։ Նայեք, նման բռնաճնշումներ են սկսել իրականացնել մեր երիտասարդների հետ մոտ, քանի որ նրանց մոտ սպառնում են թեկուզ նրանց ծնողներին, ովքեր որ աշխատում են պետական կառույցներում, երիտասարդներին, ծնողներին փոխանցում են, որ ձեր երեխային հետ պահեք, մի թույլ տվեք մասնակցեն տվյալ կուսակցության կողմից կազմակերպվող դասընթացներին, սեմինարներին, թեկուզ երբ որ նրանք գաղափարակից են եւ երիտասարդները ազատության հրապարակում ինձ հետ իմ կողքին եղել են ազատության հրապարակում եւ նրանք պահանջում էին փոփոխություն, բայց դա նրանց չի հաջողվում լռեցնել երիտասարդներին, քանի որ երիտասարդի ձայնը միշտ լսելի է։ Գիտես, խոսեցիր այդ ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձության մասին, խոսքս վերջին հանրահավաքի մասին է իհարկե, ես պիտի ասեմ, շատ հզոր հանրահավաք անցկացրեց ուժեղ Հայաստանը։ Ինչ հուշեց մեզ այդ հանրահավաքը, դուք անձամբ երիտասարդներդ ինչպես ընկալեցիք։ Ուժեղ Հայաստանի վերջին հանրահավաքը իսկապես ֆանտաստիկ էր եւ այդտեղ հավաքված մարդիկ, երիտասարդները պահանջում էին մի բան՝ փոփոխություն։ Եվ այդ փոփոխությունը նրանք համոզված են, որ բերելու է մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Նրանք բոլորը հավաքված էին մի գաղափարի շուրջ եւ նրանց հիմնական ցանկությունը փոփոխությունն էր, փոփոխություն մեր երկրում, բարելավում մարդկանց կյանքի որակը եւ իրական ուժեղ խաղաղություն։ Հիմա մի բան էլ ասեմ, իշխող ուժը փորձում է ամեն կերպ այսպես վարկաբեկել ուժեղ Հայաստանի առաջնորդին։ Ասում է դու իրավունք չունես գնալու ընտրություններին, դու իրավունք չունես վարչապետ դառնալու, մարդիկ չեն հասկանում, որ դա միանգամից չի արվում, որ եթե դուք հաղթեք ընտրություններում, փոփոխություն մտցնեք Սահմանադրության համապատասխան կետում, միայն այդ ամենից հետո Սամվել Կարապետյանը կարող է դառնալ ձեր վարչապետը, մեր երկրի վարչապետը։ Լավ, սա ինչու է այսպես փորձում ներկայացնել, որ իբր դուք միանգամից գնում եք վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանի հետ միասին։ Ասեք խնդրեմ, որ դա լինելու է ընտրություններից հետո ինչպես եք մտածում։ Նայեք, մենք բազմիցս հայտարարել ենք, մեր կուսակցության խորհրդի անդամ պարոն Նարեկ Կարապետյանը, մենք հայտարարել ենք, որ մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է, ընտրություններից հետո որպես համակարգող լինելու է Նարեկ Կարապետյանը, սահմանադրական հոդվածի փոփոխելուց հետո մեր վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Մենք տվյալ իշխանություններին բացատրել ենք, ներկայացրել ենք տարբեր հիմքեր, փաստարկներ, թե այդ գործընթացը ինչպես է տեղի ունենալու։ Բայց ներկայիս իշխանությունները ինչի վրա են գնում, մեր հայրենակիցներին մանիպուլացնելու եւ փորձելու նրանց ասել, որ այդ գործընթացը իրատեսական չէ, փորձում են մարդկանց մոլորության մեջ մտցնել, բայց մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ մեր վարչապետի ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է եւ մեր հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Դե ես ասեմ, ԿՊԱ-կան հայտնի պատգամավորներից մեկն էլ անգամ 1 միլիարդ դրամի վրա գրած է եկել, որ դա չի լինելու, այսպես, այնպես, ինչ է, ընկերը չգիտի, թե ինչ քայլեր է կանելու, թե ուղղակի նրանք ձեր ասած մոնիպուլյացիաների շնորհիվ ուզում են մարդկանց այլ կերպ ամեն ինչ ներկայացնել։ Նրանք փորձում են մարդկանց մոլորության մատնել, թեկուզ ինչպես խոսեցինք, չէ, նաև մեր հանրահավաքից, մոլորության մեջ են մտցնում, թե շատ քիչ թվով մարդիկ են ներկա գտնվել հանրահավաքին, մարդկանց թիվը քիչ էր,
ուղղակի նրանց մի բան կասեմ, որ նրանք թեկուզ հաշվարկների մեջ, թեկուզ ինչ-որ գրազներ գալուց, նրանք մի փոքր, ինչպես մեր էկոնոմիկայի նախարարը նաև ցույց տվել, թվաբանությունից, թվերից մի քիչ հեռու են ու կարծում եմ նրանց այդ ամենը բացատրելը մի քիչ բարդ է, բայց մեր հասարակությունը ամենակարևորը մեր ժողովուրդը հասկացել է թե այդ ամեն ինչ ինչպես է տեղի ունենալու, իսկ նրանք ժամանակի ընթացքում կարծում եմ եւս կհամակերպվեն եւ կհասկանան։ Դե ես ասում եմ, այսօր շատ դաժան էսպես պայքար է գնում իշխանությունների կողմից փորձում են ամեն կերպ վարկաբեկել հատկապես ուժեղ Հայաստանի առաջնորդին։ Ինչով եք դա բացատրում։ Նայեք, որովհետև արդեն բոլոր հարցումները նրանք վախ են տեսնում Սամվել Կարապետյանի մեջ, մեր հաջորդ վարչապետի։ Նրանք հիմնականում փորձում են, բոլոր հարցումները արդեն ապացուցում են, որ մեր հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը եւ ներկայիս իշխանությունը փորձում է ամեն ձև, վարկաբեկել, բայց նրանք որևէ կոնկրետ եւ հստակ, փաստարկ չեն կարող բերել, քանի որ Սամվել Կարապետյանի ձեռքերը մաքուր են, որը չի ասի ներկայիս իշխանության, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ձեռքերը։ Արյունոտված, կեղտոտ։ Ես ավելին ասեմ, Սամվել Կարապետյանի վարկանիշը, որքան իշխանությունները փորձում են նրան վարկաբեկել, այդքան ավելի է բարձրանում։ Սա ինչով եք բացատրում։ Նայեք, Սամվել Կարապետյանը մեծ հարգանք է վայելում ինչպես մեր ժողովրդի շրջանում, այնպես էլ մեր երիտասարդության շրջանում, քանի որ մեր երիտասարդները հենց իրական առաջնորդի կերպարը տեսնում են Սամվել Կարապետյանի մեջ եւ հենց Սամվել Կարապետյանով են մեր երիտասարդները սկսել ոգեշնչվել եւ Սամվել Կարապետյանի վարկանիշը բարձրանում է նաեւ նրա հաշվին, որովհետեւ Սամվել Կարապետյանը միտված է պաշտպանել հայկական շահերը, ոչ թե սպասարկել, այլ երկրի, մեր թշնամի երկրի Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը, որը որ իրականացնում է ներկայիս վարչապետի աթոռը զբաղեցնող անձը։ Արդեն բավականին ժամանակ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է։ Լավ, որքան կարող է դա շարունակվել, չէ՞ որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, երբ կարող է նա ի վերջո դուրս գալ, այսպես ասած, այդ ընտրաշավի եւ մարդկանց ներկայանալ արդեն ազատ կարգավիճակում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին չի ազատում, չի ազատ արձակում, հիմնական բանը, որ նա վախ է զգում Սամվել Կարապետյանից։ Մենք ներկայացրել ենք այդ ընտրություններին մասնակցելու եւ շուտով մեկնարկելու է ընտրարշավը, եւ եթե Նիկոլ Փաշինյանը չի վախենում Սամվել Կարապետյանից, ապա պետք է ապահովեն հավասար պայմաններում ընտրարշավի մասնակցելու իրավունքը, քանի որ կոնկրետ Սամվել Կարապետյանը, բոլորս գիտենք, հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու համար եւ ընդամենը մեկ արտահայտության համար արդեն 10 ամիս է գտնվում է ապօրինի կալանքի տակ։ Միակ բանը, որ զգում է ներկայիս իշխանությունը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, դա վախն է։ Ես ձեզ ավելին ասեմ, այդ նույն անձնավորությունը, որը զբաղեցնում է վարչապետի աթոռը, իրեն թույլ է տալիս սպառնալ, ասում է Կալուգայի Սամո, դու շուտով դառնալու ես բոմժ։ Չնայած ձեր կուսակցության կողմից շատ հետաքրքիր ինչ որ մեկը այդպես հակադարձեց, ասեց սարսափելի նա է, որ բոմժ են դառնում երկրի վարչապետ։ Այս պայմաններում ինչպես կարելի է իրավիճակը շտկել։ Նայեք, առհասարակ, ինչ է անում ներկայիս անձը, փորձում է վարկաբեկել, մեր ժողովրդին, փորձում է մանիպուլացնել եւ տվյալ արտահայտությունը կարծում եմ վարչապետին վայել խոսույթ չէր եւ դա ավելի բացասական ազդեցություն ունեցավ, քան նրա ամբողջ ասած այդ խոսույթը։ Այսինքն ձեզ համար դա անսպասելի չէր, ես որքան հասկացա։ Անսպասելի էր, նրանով, որ վարչապետի խոսույթ որպես դա այդպեսին, դա վարչապետի խոսույթ չէր եւ դա վայել չէ մեր երկիրը ներկայացնող անձը նման խոսույթ հնչեցնի մի մարդու անունի, ով որ տարիներ շարունակ կանգնած է եղել մեր հայ ազգի կողքին, աջակցել է, դա վայել խոսույթ չէր։
Վերջերս իսկ ավելի ստույգ ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպում, որտեղ շատ հարցերի շուրջ խոսեցին եւ փաստորեն Պուտինը ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունում այսօր 2 միլիոնից ավելի հայեր են ապրում եւ ված չէր լինի, որ նրանք ակտիվորեն մասնակցեին նաեւ Հայաստանի համապետական առաջիկա ընտրություններին, որին Փաշինյանը հակադարձրեց, որ իրենք դեմոկրատական երկիր են, իրենք են որոշում ինչպես պիտի անեն, այս հանդիպումից հետո ինչ որ ճնշումներ Ռուսաստանից ձեր կուսակցության նկատմամբ եղան, ինչ որ տարբեր տեսակի ճնշումներ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի կողմից։ Մեր կուսակցությանը ոչ մի ճնշումներ չեն եղել տվյալ հանդիպումից հետո նման զարգացումներ չեն գրանցվել որևէ բռնաճնշումներ, հա։ Այսինքն Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում չունի ոչ մի խնդրեմ։ Ոչ։ Որ ներկա իշխանությունները փորձում են ասել, որ շուտով նա այնտեղ էլ պիտի ունեսրկվի։ Նայեք հիմնական բանը ինչումն է, հա, գնում, երբ որ մենք խոսում ենք Սփյուռքի մասին, այո, մեր Սփյուռքի հայրենակիցները եւս ունեն հավասար, հա, իրավունքներ, իրենց երկրին տեր կանգնելու է, մենք բազմիցս ենք, չէ, խոսում Սփյուռքի մասին, Սփյուռքը միշտ կանգնած է եղել մեր հայերիս, հայրենիքի կողքին, եւ Սփյուռքի դերակատարությունը շատ մեծ է։ Իսկ ինչը, հա, խոսում է Սամվել Կարապետյանի մասին, մենք բազմիցս հայտարարել ենք, որ Սամվել Կարապետյանը ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելով նա ունենալու է միայն ՄՔՀ անձնագիր, Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Պարզ է։ Այ ձեր ծրագրերում հատուկ օրինակ ուժեղ Հայաստանը ունի ծրագիր հատուկ մշակված Սփյուռքի համար առաջիկա համագործակցության տարբերակով։ Մենք շուտով ներկայացնելու ենք, հա, մեր ծրագիրը կախված մեր աշխատանքների հետ, ինչ ենք նախատեսում իրականացնել եւ մեր ծրագրերից կարող եմ նշել, որ Սփյուռքը եւս անմասն չի կարող մնալ, քանի որ Սփյուռքը տարիներ շարունակ եղել է հայ ազգի կողքին եւ մենք պետք է ապահովենք սերտ համագործակցություն մեր Սփյուռքում գտնվող հայերի հետ։ Ես ուզում եմ նորից վերադառնանք ձեր կուսակցության այն 5 կարևոր տնտեսական կետերին համաձայն որի դուք փորձելու եք Հայաստանում այսպես մեկում մտցնել։ Այդ կետերը միգուցե դուք էլ փորձեք մեկ անգամ էլ բացել, որոնք են այդ հիմնական կետերը։ Դե հենց առաջին կետից խոսեցինք 300,000 աշխատատեղերի ստեղծումներ, գործազրկության մակարդակը նվազեցնել եւ մարդկանց կենսակերպի կյանքի բարելավումը ապահովել։ Հիմնական նպատակը կանում է դրանում, նաև երիտասարդների շրջանում, որտեղ, ինչպես նշեցի, յուրաքանչյուր երրորդ երիտասարդ գործազուրկ է, կամ որ չի կարողանում գտնել իր մասնագիտությամբ աշխատանք, կամ հնարավորություն չի տրվում, հա, առանց աշխատանքային փորձ ունենալու աշխատել իր մասնագիտությամբ, բայց ամեն ինչ գալիս է հնարավորությունից։ Աշխատանքային փորձ, երբ որ ձեռք է բերում անձը, անհատը, նրան տրվում է հնարավորություն այդ աշխատանքային փորձը ձեռք բերելու։ Իսկ ներկայումս մեր իշխանությունները չունեն, հա, նման ծրագրեր, այսինքն չկա բուհ գործատու կապը, որպեսզի լինի նաև աշխատատեղեր, նաև մենք կաշխատենք տվյալ ուղղությամբ, ապահովելով համագործակցություն բուհերի հետ, որպեսզի ուսանողները վստահ լինեն, որ իրենք ունենալու են աշխատանք, ունենալու են աշխատատեղ, որպեսզի իրենք կենտրոնանան կոնկրետ իրենց ուսման վրա։ Մեր երկրում ամենացավոտ հարցերից մեկն էլ գյուղատնտեսության ոլորտն է, որը բարձի թողի վիճակում է։ Այս առումով ինչ ծրագրեր կան։ Այդ հենց մեր 4-րդ կետը բերքի երաշխավորված մթերումն է գյուղերում։ Ես նշեմ, որ մենք մեր բոլոր կետերը, հա, երբ որ ներկայացրել ենք, մենք կետերը հիմնականը, հա, հավաքագրել ենք մեր ժողովրդի հետ շփման արդյունքում։ Եթե կհիշեք, մենք իրականացնում ենք տարբեր շրջայցեր, մինչև մեր ծրագրի ներկայացումը այցելում ենք տարբեր համայնքներ, որպեսզի լսենք մարդկանց հիմնական անհանգստացնող գլոբալ խնդիրները։ Երբ որ այցելեցինք Արմավիրի մարզ, խոսեցինք, հա, մեր հայրենակիցների հետ, նրանք մի փաստարկ բերեցին, ասում էին, երբ որ բերքը շատ է, տխրում ենք։
երբ որ բերքը քիչ է, ուրախանում են, քանի որ ունեն մթերման խնդիր։ Իսկ մեր 4-րդ կետը հենց բերքի երաշխավորված մթերումն է, հա, գյուղերում ստեղծելու ենք մթերման կայաններ, որպեսզի գյուղացիները տարվա սկզբին պայմանագիր կնքեն եւ իրենց բերքը նախապես պայմանավորված գնով հանձնեն մթերման կայանին։ Ոչ թե բերքի շատ լինելու ֆոնին մտածեն, թե ինչ անեն բերքը կամ թափելու են կամ փչանալու է, տվյալ դեպքում գյուղացու կատարած ողջ տանջանքը ընկնելու է ջուրը։ Ես գիտեմ, որ ձեր կուսակցությունը լուրջ ուշադրություն է դարձնում նաև երիտասարդությանն առնչվող հարցերից։ Այստեղ ինչ հետաքրքիր ծրագրեր են լինելու։ Նայեք, հենց բնակարանային ծրագիրը, 20,000 մատչելի բնակարանային ծրագիրը, դա շատ կարևոր եւ առանցքային եւ կարող եմ ասել, որ ազգային անվտանգության հարց է լուծելու, քանի որ այդ ծրագիրը նաեւ նպաստելու է մեր դեմոգրաֆիական աճին։ Ինչով է սա կարևոր, քանի որ շատ հաճախ մեր երիտասարդները բնակարան մինչև ձեռք չեն բերում սեփական, հա, ծնողներից առանձին չեն ամուսնանում։ Իսկ տվյալ ծրագիրը, երբ որ լինի մատչելի բնակարանային ծրագիր, քանի որ ներկայումս մեր երկրում անհնար է մատչելի գնով, խելամիտ գնով բնակարան ձեռք բերելը։ Այսինքն շինարարությանը նույնպես ուժեղ Հայաստանը զգալի ուշադրություն է դարձնելու։ Մենք երբ որ խոսում ենք, հա, 300,000 նոր աշխատատեղերից, դա լինելու է բոլոր ոլորտներում։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, հա, մեր տնտեսական քայլերին, 300,000 աշխատատեղ, 0% հարկ, 20% էժանդեղորայք, բերքի երաշխավորված մթերում ու 20,000 մատչելի բնակարանային ծրագիր, կարող ենք նկատել, որ մեկը մյուսով փոխկապակցված են։ Այսինքն մեկը մյուսից բխող, հա, աշխատատեղեր ստեղծող, միտված մազգի, հա, մարդկային կյանքի բարելավմանը։ Այ հիշատակեցիք էժան դեղորայք, սա շատ կարևոր է։ Դուք գիտեք, որ այսօր ցավոք հանրապետության բնակչության զգալի մասը դեղորայքի մեծ այսպես պահանջարկ ունի։ Այս առումով ինչ ծրագրեր կան։ Նայեք, ներկայումս հա, որ նայում ենք մեր հասարակությունը, մեր տարեցների, մեր տատիկ պապիկները շատ դժվարությամբ են ձեռք բերում այդ դեղորայքը ու շատ հաճախ մարդիկ կանգնած են երկընտրանքի առաջ հաց թե դեղ։ Բայց այդ խնդիրը, հա, պետք է մենք այնպես ապահովենք, որպեսզի տվյալ խնդրի առաջ չկանգնեն։ Մենք տվյալ մոդելը վերցրել ենք, որ մեր հարևան Վրաստանում, այն դեղերը, որոնք որ Հայաստանում եւ Վրաստանում վաճառվում են, կա գնային մեծ տատանումներ, այսինքն մոտավորապես մի 50%-ին հասնող տատանումներ շատ հաճախ մարդիկ ձեռք են բերում հենց Վրաստանից։ Մենք, երբ որ նշել ենք 20%, հա, էժան դեղորայք, մենք վերցրել ենք ամենանվազագույնը, որը մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասցնենք մաքսիմալին։ Այսինքն այդ թիվը ավելի մեծացնենք, ավելի աճեցնենք, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան այդ երկընտրանքից, հա, որպեսզի խուսափեն եւ մատչելի դեղորայք լինի, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել։ Այ շատ է խոսվում նաեւ բժշկական ապահովագրության, թոշակների մասին։ Այս առումով ինչ հետաքրքիր առաջարկներ են լինելու։ Նայեք, կենսաթոշակների, հա, հետ կապված մեր ներկայիս իշխանությունը ինչ արեց, բարձրացրեց մարդկանց կենսաթոշակները նախընտրական, հա, շեմին, բայց նայեք, երբ որ մենք գնում ենք ամեն ինչին, երբ որ դեղորայքը էժանանում է, շատ հաճախ նաև խոսում է այն մասին, որ տարեցներին էժան որոշակի դեղորայքներ են տրամադրում, ասում են անվճար պետությունը տրամադրում է այդ դեղորայքը, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ գնորդը, հա, այդ դեղորայքի, որ անվճար տրամադրում է, դա պետությունն է։ Եվ երբ որ պետությունն էլ, հա, էժան ձեռք բերի արդեն այդ դեղորայքը, լինելու են խնայողություններ, որոնք որ ուղղվելու են, հա, մեր սոցիալական ծառայությունների բարելավմանը եւ պետք է, հա, արժանապատիվ, հա, այդ կերպով մենք գնանք առաջ։ Այսինքն խնայողությունների հաշվին ամեն ինչ հնարավոր է։ Խելամիտ մենք, ինչպես նշել ենք, մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի աշխատավարձը լինելու է 1 դրամ, չեն լինելու շքեղ պարգևավճարները, այդ երբ որ մեր վերջին տեսանք ինչ տեղ ունեցավ, մեր պաշտոնյաներ շատ մեծ պարգևավճարներ ստացան, մենք հրաժարվելու ենք այդ պարգևավճարներից եւ մեր վարչապետը ստանալու է ընդամենը 1 դրամ աշխատավարձ։ Մի խոսքով մենք ականատես կլինենք շատ մոտ ապագայում հետաքրքիր զարգացումների, եթե ուժեղ Հայաստանը կարողանա զգալի ձայներով մտնել
մեր ազգային ժողով։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, եւ այդ ամենը զգում է նաեւ ներկայիս իշխանությունը, իդեմս վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, նրանք զգում են այդ ամենը, դրա համար էլ սահմանափակում են Սամվել Կարապետյանի ազատությունը։ Բայց դա երկար չի կարող շարունակվել։ Դե նրանց, իշխանությանը մնացել է շատ քիչ, քանի որ մենք 2 ամսից ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Այսինքն դուք անձամբ հավատում եք այդ գաղափարին։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մենք ունենք ամենաբարձր վարկանիշը եւ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Բայց տեսեք, իշխանական այդ հարցումների արդյունքով դուք զգալիորեն զիջում եք իշխանության վարկանիշին, դա որքանով է հավաստի։ Դե ես նշեցի, որ մեր ներկայիս իշխանությունը թվերից, թվաբանությունից մի քիչ թույլ է, նոր էլ օրինակը բերեցի դեմս մեր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյանի, իրենք հաշվարկների մեջ մի քիչ թույլ են, բայց երբ որ ունենանք ուժեղ Հայաստան, նրանց հետ թվաբանության մասով կաշխատենք, որպեսզի նրանց մոտ հստակ ձևավորվի այդ ամեն ինչը, թվերի հետ աշխատելը, իրական թվերի աշխարհը մի քիչ բարդ է, բայց կաշխատենք իրենց հետ։ Այսինքն համոզված եք, որ ընտրությունները ամեն ինչ իրենց տեղը կտնեն։ Այո, մենք գնում ենք նորից եմ նշում բացարձակ հաղթանակի ընտրությունների միջոցով եւ մեր հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը։ Դե գիտես, Նարեկ, ես շատ ուրախ եմ, որ դու այդքան վստահ ես, որտեղ առանց դրան դժվար է ընդհանրապես կյանքում ինչ-որ բան ծրագրել եւ հասնել դրան։ Բայց քանի որ ուժեղ Հայաստան կուսակցության երիտասարդական, այսպես ասած, թևի առաջնորդը նույնպես վստահ է, իսկ այնտեղ որտեղ երիտասարդությունն է, այնտեղ դա արդեն հաղթանակի կեսն է, ինչպես ասում են։ Ես ուզում եմ ձեզ մաղթել հաջողություն։ Շնորհակալ եմ։ Պինդ եղեք, ամենակարևորը չմոռանաք այն խոստումները, որ ընտրություններից առաջ տվել եք մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը բազմից է խավվել, բայց այժմ հույսի ինչ-որ նշույլ կա, եւ մարդիկ ուզում են հավատալ, որ ուժեղ Հայաստանը կդառնա հենց այն կուսակցությունը, որը մեր ժողովրդին կուղևորի դեպի լուսավոր պայծառ ապագա։ Դուք դրան հավատում եք։ Հավատում եմ, քանի որ Սամվել Կարապետյանը իր կյանքի ողջ ընթացքում ինչ ասել է, արել է եւ այս ամենը, որպես Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ, այս ծրագրերը եւս իրականացնելու է եւ բարելավելու է մեր ժողովրդի եւ հայրենակիցների կյանքը եւ մեր երկրում փոփոխություն լինելու է իդեմս Սամվել Կարապետյանի։ Հրաշալի է։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք ուժեղ Հայաստան կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ Նարեկ Սուքիասյանին, ով ինչպես նկատեցիք չափից ավելի լավատես է։ Դա Աստված որ այդ ծրագրերը շատ մոտ ապագայում դառնան ռեալ իրողություն։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։